Հավատում եք, որ Բագրատ Սրբազանն իր աջակիցները ահաբեկչություն էին պատրաստում։ Ոչ մի դեպքում։ Ինչու է նման քայլի գնում իշխանությունը։ Պարզ չի։ Պարզ է, Բալիկ ջան, ամեն ինչ պարզ է։ Այո, հավատում եմ։ Ես տեղյակ չեմ հետաքրքրվում։ Իրավապահ մարմինները կորոշեն։ Վայ բոլորից էլ այսօր ամեն ինչ է սպասում եմ հոգիս, բոլորից։ Ոչ մեկն էլ լավը չէ։ Ոչ մեկ, արդեն ժողովուրդը անհավատ, ոչ մեկին էլ ոնց որ չեմ հավատում։ Չէ, ինչ եք խոսում։ Ոնց չէ, իհարկե ոչ։ Это все наговор, это вы сами лучше меня знаете։ Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ ընդհանրապես։ Ոչ իհարկե, չեմ հավատում։ Այդ հատուկ են արել, որ իրենց ձերբակալեն։ Ու ընդհանրապես էս իր վախերն է, շոու է սարքում, էլի իր այդ զանգվածը կընտրել, էլի կհավատա։ Ոչ, դա հնարավոր չէ, որովհետև ինքը այդ մարդը չէ, որ ահաբեկչությունը սարքի։ Թող ահաբեկիչները իրանք մտածեն ինչ են անում։ Ովքեր են ահաբեկիչները։ Մեր ղեկավարները չերևում։ Իհարկե հավատում եմ։ Ինչ կա չհավատալու։ Ամեն ինչ տեսել ենք եւ կարծում հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ շերտը ինչի է ընդունակ, ես անձամբ հավատում եմ։ Չեմ կարծում։ Մանավանդ ասում են դա պետք է լիներ 24 թվին, հիմա արդեն 25 թիվն է։ Ինձ թվում է հերթական շոուն է, էլի։ Չեմ կարող ասեմ, բայց ձայնագրությունները, եթե իրանց նա ինչ-որպես բան մտածում են, բայց մինչև չանեն ինչ իմանան։ Բայց ներկայացված թղթերում 2024 Թղթերը չէ, ձայնագրությունները։ Դե չէ, մինչև չանեն չեն կարող, բայց եթե կանխել են, դա էլ չեն կարող ասել։ Հիմա կարող են իշխանությունը կասի կանխել ենք, նրանք էլ կասեն։ Բացարձակապես։ Չեմ հավատում։ Ինչու է նման քայլերի դիմում իշխանությունը։ Ինքնապաշտպանության մի ձև է։ Իրանք այս վիճակում հայտնում են մի վիճակում, որից հետո հրաժարականն է։ Ամեն ինչ անում են ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Չեմ կարծում։ Չգիտեմ ոնց հանդանալու, բայց կարծում եմ, որ լավ չի լինելու։ Ինչու է նման բան քայլի գնում իշխանությունը ձեր կարծիքով։ Վախի մթնոլորտ երևի, չգիտեմ, կարող եմ այդ միայն ասել։ Ամեն դեպքում ցանկալի կլիներ, որ իրենք էլ ճիշտ լինեին։ Հիմա այն վիճակն է, որ ոչ մեկին ոնց որ հավատը չի ներշնչում։ Չգիտես որ մեկին կասկածես, որին ընդառաջ գնաս, բայց իրականում մեր երկիրը շատ ափսոսում եմ։ Շատ լավ երկիր է ու շատ ափսոս, որ սենց վիճակ են հասցնում։ Կարելի է գալ համաձայնության, կոմպրոմիսի, լավ բաներ անել մեր երկրի համար, որտեղ առաջընթացը մեր երկրինն է։ Ոնց կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու։